Փաշինյանը իր սեփական կոտրած ձեռքով Հայաստանը սուբյեկտությունից զրկում է քանի տարի արդեն։ Ինչով, ինչպես։ Բերելով Կուշներին եւ Վիտկոֆին, թույլ տալով, որ Ամերիկայի դեսպանին Հայաստանից կանչեն եւ չպահանջելով, որ նոր դեսպան նշանակվի։ Ցավոք սրտի հիմա տարածաշրջանում մի դեսպան ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոմն պարոն Բարակը, այդ պարոն Բարակի վրա Էփշտեյնի ֆայլերում մի երկու բարակ ֆայլ ասենց։ Հիմա պրոբլեմը նրանում է, որ այդ բարակը Հայաստանին համարում է ցեղեր։ Եվ ուրիշ դեսպան Ամերիկան չունի։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը գալի ասում է, որ ինքը վստահավոր խաղաղություն պետք է լինի, ինքը Հայաստանը սուբյեկտությունից արդեն իր ուղեղում զրկել է։ Ինքը դրա համար է տենց ասում։ Ոչ մի պետություն, որը հանդիսանում է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որը ունի արտաքին հետախուզություն, որի ղեկավարը ամեն առավոտ ստանում է բոլոր անվտանգության ծառայությունների, բանակի եւ բանի բրիֆինգներ, այսինքն այդ 15 րոպեանոց 60 նայում են ինչա կատարում, որի սահմաններից ընդամենը 850 կիլոմետրի վրա, ну լավ, 850 1000 էլ սենց, նայել 1200 կիլոմետր, 3 հատ ծանր պատերազմ ա գնում, չի կարա ասի, որ ինքը վստահ է, որ խաղաղություն կլինի։ Ես ասեմ ինչով է դա պայման, այո, տեսեք ինչա, ինքը ասում է խաղաղություն, չէ։ Իրանում որ մի բան եղավ, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Արդեն Էդ է, այդ մեկ, երկրորդ, այսինքն ինքը նույնիսկ չի կարողանում միտքը ձևակերպի։ Ինքը կարող ասի, որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը 99 տարով, եթե ես Իրան իսրայելական լոբինգի շնորհիվ հրեաներին տամ Սյունիքը կառավարեն, ինքը մեր վրա չի հարձակվի։ Մեր վրա ասած Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի 99 տարի նրանք դժվար որ այո, հիմա հարցս ձևարյա անցած անգամ ասեցի, Ադրբեջանը գոյություն չի ունենալու 99 տարի։ Ադրբեջանը այս վիճակում գոյություն անելու մինչև Ալիևը ապրում է։ Իրանք կարան օգնեն, որ ինքը գնա հոր մոտ Կաբզոնի համերգին։ Սա խնդիրներ է, լուրջ խնդիրներ է։ Եվ Հայաստանը կառուցել այնպես, որ մոտակա ժամանակները պատերազմ չի լինելու, դա կամ գերագույն հիմարություն է, այսինքն հիմարություն չել պատկերացնա, հիմա ասում եմ, սատանեն իրան միացնել, ինքս ես նայի կիտը պորասի ջեմ ասկանում ինչ ասում։ Նորից ասեք, որտեվ Հայաստանը այսպես կառուցել, որ այդպես սկսեցիք դուք։ Նորից եմ ասում, Հայաստանը կառուցել ամբողջությամբ, տնտեսությունը, հասարակությունը, առողջապահական համակարգը, ենթակառուցվածքները, կառուցել այնպես, որ Հայաստանում պատերազմ չի լինելու 99 տարի, դա կամ հիմարություն է, կամ ինչ-որ մեկի գործողություն է, որը Հայաստանը սուբյեկտությունից զրկել է և շարունակում է զրկել։ Հասկացաք։ Չհասկացաք։ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարքը հիմա ենթադրում է, որ Իսրայելի լոբինգով ստեղծված տրիպը, որը ամբողջ աշխարհի սև գրողն է, որտեղ իրանք երեխա են բռնաբարում, այդ տուսովկեն է, ստացել է Սյունիքով Թուրքիային բավարարելու հնարավորություն։ Բարձա։ Եվ ինչքան էլ ինքը ասում է, որ ինքը կարա դրա վրա ազդի, ինքը չի կարա դրա վրա ազդի։ Որովհետև ինքը այդ պատմության մեջ ոչ մեկ է, որովհետև իրան թարսք չափալախեն, ոտով կխփեն քամակին, ու կասեն Նիկոլ ռադդ քաշի ստեղից, նստի հեծանի վատ գնա, որովհետև դու չես կարող մարդկանց, ովքեր Էփշտեյնի կղզում տասնյակ տարիներ երեխա են բռնաբարել եւ մինչեւ հիմա կարողանում են սպիտակ տանը հանգիստ ֆրֆռալ, դու չես կարա ինչ-որ բան ասես, որովհետև իրանք այդ բռնաբարած երեխեքին բերում ենք 1+1, հա, կիսլատա են պատվիրում բոճկեքով, ոչ կիսլատեն կա, ոչ այդ երեխեն կա, ու ինքը մինչև հիմա սպիտակ տանը ֆրֆռում է ազատ։ Դու չես կարա դրան ոչ մի բան ասես, տղա ջան, դու թույլ ես եւ անողնաշար, եւ քեզ մոտ ինքնասիրություն չկա։ Էլը լարժանապատվություն թողենք մի կողմ, ինքնասիրություն չկա, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի։ Եթե Չարլզը ասում է, որ իմ եղբայրն է, Չարլզ երրորդը, Մեծ Բրիտանիայի թագավոր, ասում է իմ եղբայրն է,
բայց բոլորը պետք է իմանան, որ օրենքը մինչև վերջ պետք է գնա։ Բան արավ ձերբակալն։ Միակ բանը, որ կարողացել է ինքը անի եղբոր համար, հարազատ աղբերն է։ Ասել ինչ-որ մի հատ տուն ա տվել, ասել է տեղ թող մնա, մի տարեք վերջ։ Բայց հիմա դուք ոնց եք պատկերացնում, որ այս ամեն ինչը հիմա կատարվում է։ Այս ամեն ինչը կատարվելու հետ միասին Ամերիկայում ապստամբության եզրին է կանգնած, Մինեսոտան, Արիզոնան, բաները, նահանգներ, որտեղ որ mid-term ընտրություններին են պատրաստվում։ Տրամպը գնում է մեյջորի Տեյլոր Գրինի բանում 14-րդ այդ օկրուգում անցկացնում է միտինգ, 100 մարդ չի գալիս։ Վարգանիշները նայում է սնգած է։ Պեն Բոնդին, որը Տրամպի դատախազնա, գլխավոր դատախազնա, ասենք ներկայացուցիչների պալատում գնում է հաշվետվություն տալու, որ մատաթափ տալի կոնգրեսմենների բանը, նրանք ասում են, ճա են կես մեջտեղից։ Հերթով բացվում է այդ բոլոր ամբողջ այդ համակարգի խնդիրները բացվում են։ Այնտեղ հիմա շատ հնարավոր է, ասենք 2 տարվա ընթացքում մարդ չմնա ում հետ ինքը տրիպա մշակի։ Մեզ մոտ են ընտրություններ, պարոն Սարգսյան։ Էդ էլ իր հերթին։ Ինչ եք տեսնում, ինչ եք պատկերացնում։ Որտեղ։ Հայաստանում։ Հայաստանում ես պատկերացնում եմ, որ լիքը մարդ կա ում ձեռատալ է խապված մնալ, իրանք տենց սիրում են։ Իրանք էլ արժանապատվություն չունեն։ Ոչ էլ ուզում են ունենան։ Այդ մի մոռացեք, որ մենք իհարկե մեղադրում էինք հանրապետականին, որ իրանք բանով մի քթալ ճաշով ընտրություններ էին անցկացնում 5000 դրամով, բայց մարդիկ վերցնում էին այդ 5000 դրամը։ Այդ պրոբլեմը կա։ Արժանապատվության բացակայությունը պայմանավորված է ռուսական ազդեցությամբ 1829 թվականից։ Իսկ ռուսական ազդեցությունը Հայաստանում չի դադարում։ Սկսած Խաչապուրի Աբոյանից, ում կոտրած ձեռքով գրված այսպես կոչված արևելահայերենի բանը, մենք զրկվեցինք քաղաքական մտքից, մինչև Մարզանը կանգնած է, Միասնիկյան, Գայ, Սպանդարյան, Նժդեի փողոց, մարդիկ չգիտեն, որ Նժդեի հրապարակում Սպանդարյանի արձանն է կանգնած։ Շատերը գնում են ասում են մեր Նժդեն։ Նժդեի հրապարակ, Նժդեի արձան են ստացում։ Տեսեք, այս ամեն ինչը խապված ասելով ինչ նկատի ունի։ Խապված է։ Իրանք դուր է գալի դա։ Ինչ են խապված եւ ինչ են շանկում Հայաստանում հարցումները մեզ ցույց էին տալու, որ մարդիկ ուզում են անվտանգություն։ Այո։ Հիմա անվտանգությունը սահմանի անվտանգությունը, որը մենք ունեինք ավելի շուտ, քան Տրամփ, Վենս եւ այլն, որտեվ եվրոպական դիտորդական առաքելություններ ապահովում։ Դա մինչև մենք իրանք են ապահովում։ Այ դեպ շնորհակալություն է պետք է այդնել ավարտվեց միսիան։ Եվ նորը եկավ։ Նորը եկավ, հա, այդ մարդկանց ամեն անգամ տենց ինչ-որ բան է, որ պետք է անշուշտ այդ մարդկանց այդ առանձին մի հատ բան ստեղծել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք խաղաղության եւ անվտանգության մասին, դրանք տարբեր են։ Նախ խաղաղությունը մի կողմ թողենք, անվտանգության մասին է միշտ խոսքը գնացել։ Խաղաղության պահանջ չի եղել, որովհետեւ դե խաղաղությունը ում է պետք, ասենք թուղթը կա այդ Այնտեղ էլ թուղթ կար, Ուկրաինան, Ռուսաստանը։ Չէ, խաղաղություն պետք է, բայց թուղթը ոչինչ, ուզում եք ասեք, չի ապահովում։ Հա, այսինքն խաղաղությունը պրոցեսն է, իսկ ավելի շուտ է ինչ-որ սկսեք տրոհել մարդկանց հարցնելուց, կպարզվում որ անվտանգություն են։ Անվտանգություն նկատի ունեն, այո։ Հա։ Հիմա տեսեք, անվտանգությունը ինչով է պայմանավորված։ 1, 2, 3, 4 ամեն մեկի մոտ ինչ-որ բաներ են գալիս։ Քանի որ մարդիկ միշտ խապված են եղել եւ իրանք ապրում են սենց պետությունը ինձ պարտավոր է, դե որ չէ, գոնե այս 5000 դրամը շնից մաս պոկելու թեմայով, այս 5000 դրամը պոկեմ ու վերջ։ Իրանք չեն հասկանում, որ հիմա իրանք ասում են, որ խաղաղություն է, էլի են խափում։ Իրանք այս կուտը պետք է ուտեն, չէ, բայց տեսեք, հարկային դաշտը այլանդակ վիճակում է։ Այսպես կոչված տնտեսական աճը չինական փուչիկի մոդելն է։ Չինական փուչիկը այդ անկանոն շինարարությունն է, որի պահանջարկը չկա ուղղակի շինարարության համար, որպեսզի աճը ցույց տան տնտեսական։ Այս մի կողմ։ Ուրեմն աշխատավարձերը, որոնք ասում են միջին աշխատավարձ բան, հիմա մի հատ գաղտնիք բացեմ, բոլորի մոտ երևի այդ բանը, այդ մինչև հարկվելն է այդ աշխատավարձը։ Այս բոլոր
վիշապային գործողությունները, որոնք ուղղված են բանկերի հարստացմանը, իօգուտ բանկերի ընդդեմ քաղաքացու, որ հարցնում ես, ասում ես, ինչ ես ինձ բարդացնում ես պրոբլեմը, ինչ ես օրինակ ESS մարդու համար փակում, որպիսի բանկը, ասենք, շատ փող փոխի, ասենք, ինչ են բանկերը, եթե մեր մոտ, ասենք, կենտրոնական բանկի դրույքաչափը ինչա 6.5-ա, 7-ա, ինչ ես թույլ տալի, որ բանկը 24%-ով վարկ տա, որտեղ է այդ բանը, ինչ ես հիմնավորում, ինչով ես հիմնավորում, ինչի դա կա, հարկում է, պետք չի հարկել, ինձ պետք չի, որ դու բանկը հարկես, ինձ պետք է, որ ստեղ տոկոսը, որ իջնում է, բանկը վարկ տա փոքր միջին բիզնեսին, ինչ որ մարդավարի տոկոսով, որ բիզնեսը զարգանա, ինչի է օրինակ դասական դեպք, ասենք թույլտվություն են տալիս ինչ որ գործողության համար, ասենք այդ թույլտվության օրը, չգիտեմ, որ օրվանից որ պետք է թույլտվություն լինի, այդ ամսի ընդունենք հունվարի 1-ն է, բայց իրանք թույլտվությունների դիմումները ընդունում են ամսի 1-ից։ Լավ է, լավ չի։ Դիմումը տալիս ես, դիմումը տված վիճակից, որ դիմումը տալիս ես, ասում են օքեյ, չեն մերժում, որտեղ մերժելը սկզբից է, չեն մերժում, բայց ձգձգվում է մինչև տան թույլտվությունը։ Այդ ընթացքում, որ դու աշխատում ես, գալի քեզ ասենք բան են, հարկայինը գալիս է կամ ինչ-որ համապատասխան մարմինը գալիս է, նա տուգանում է քեզ։ Ասում է թույլտվություն տուր, ասում ես դե դիմել եմ թույլտվությունը, անցած տարվա 5 տարի աշխատում եմ, ամեն անգամ դիմում եմ, չի հետաքրքրում։ Քեզ մի հատ տուգանում է, տուգանքի հաջորդ օրը թույլտվությունը գալիս է։ Գնում ես ասում ես եղբայր, էսա, ասում է, չէ, տուգանել եմ, լավ եմ արել։ Նիկոլ Փաշինյանը չէր որ գալիս էր իշխանության, ասում էր մարդը տուգանքի առարկա չի։ Հի ուղակի տենց էլ մի հատ հասկանանք։ ԵԱՏՄ-ին շարունակում ենք, այս հիմա կլինի 1.2 միլիարդ ինձ թվում է այս տարի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից 1.2 միլիարդ դոլար մենք նվիրել ենք, որ Ռուսաստանին ինչի, որտեղ է այդ հիմնավորումը։ Ինչի ունեն առավելություններ խոշոր ընկերությունները, ինչի կոր բաները, նրանք ովքեր օլիգարխատ են, ինչ են իրանք կարողանում ավելի լավ զգան իրանց տնտեսության մեջ, քան փոքր միջին բիզնեսը։ Ինչի է փոքր միջին բիզնեսի հարկերը ավելանում։ Ով կարա բացատրի։ Որտեղ է դրա հիմնավորումը։ Հենց չի, որ իրանք դարձել են հարուստ։ Դու պրոբլեմ ունես բյուջեն կառավարելու, բայց դա չի նշանակում, որ փոքր միջին բիզնեսից պետք է քերես դա։ Չերի նրանցից ում տվել ես արտոնություններ։ Եղբայր, ունես համապատասխան մարմիններ, ԱԱՑ-ից սկսած։ Գնա տեսում ես արտոնություն տվե, սկսի քերել այդ արտոնությունները։ Ինչի սա քաղաքը գիտի, որ Ծառուկյան Սուքիասյան կոնգլոմերատը էլեկտրոնային ավտոներա բերը $20,000 այդ իրանց որ պայթի տրակի դրանց գինը 5,000 պետք է լինի, կանսերվի բանկեքը տաքսու վարորդների վրա բաժանում են։ Սա քաղաքը խոսում է դրա մասին, չեմ ստուգել, չգիտեմ, սա խոսում են։ Բայց եղբայր միգուցե մեկը գնա ստուգի դա տենց է թե չի, ուզում որ ստուգի մեկը։ Ես չեմ ուզում ստուգեմ, այդ իմ գործը չի։ Մեկը ստուգել է, вообще տենց է թե չէ։ Հա։ Դիմակացին ամեն խոսակցություն հոչ են գնալ։ Ամեն խոսակցություն հիմնավոր 5,000 էլեկտրոնային ապացույցներ են պետք, որտեղ համար հիմնավոր ապացույցներ, բայց որտեղ այն հիմնավոր ապացույցը, որ բարդացնում են փոխանցումները կամ ինչ որ բաները, ինչ էր էս վերջի հայտարարությունը եկավ բան էլեկտրոնային թվային այդ բաները, որ կան վոլետները, ինչ որ լավ չհասկացել, կարոջի հիմա սաղ ինչ կա, սաղ ստուգում ենք բան, դահակով փակում ենք բան ենք, եղբայր հասկացա, այս մարդկանց վրա ինչ ես բանանում, այդ ինչքան է այդ դեպքերը, որ դա տենց, այդքան էական է, հա, այդքան էական է, դուք իրոք ուզում եք ասեք, որ այդ ծախսերը, որը որ պետք է լինի, չեմ ուզում ինչ-որ բան, ու ասեք, չգիտեմ, ինչ-որ չհիմնավորված անիմաստ գործողությունների վրա, ասենք, ինչ-որ արձան կառուցելու վրա, լավ այդ բանի հատիսի, կամ ինչ-որ նոր անհասկանալի հյուրանոց, գեշ Երևանի կենտրոն, կամ ինչ-որ բան, ինչ է դրա անունը, փոխանակ ճանապարհ կառուցվի երկաթգծի հետ կապված, ասենք կոնցեսիա, երկաթգիծը պետք է կառուցվի, չէ, եղբայր կոնցեսիան վերցրու ռուսի ձեռքից, այդ տուր մեկին, ասենք 1.2 միլիարդ, 2 միլիարդ, ինչքան է պակասում, 3 միլիարդ, փող ուզի, այդ կոնցեսիան տուր թող տանեն դնեն։ Գործիքներ կան, ինչ ես պահում Ռուսաստանը, քեզ թվում է ինչ հիմա Ռուսաստանը պատժամիջոցների տակից դուրս է գալու։ Դե Ռուսաստան ժամանակ առ ժամանակ քեզ զգուշացնում, ասում է հանկարծ տենց բան չանես։ Հասկացա, ում վերջերս էլ ասեցի, եթե անի սաղ կփլվի ձեզ մոտ։ Եղբայր, հասկացա, թող փլվի։ Էն որ ասում է
Նույն այդ երկաթգծերի թեման։ Նա ռուսական գովազդ կար, ասում աղջիկ ջան, այդքան այդ հյութից մի խմի կպայթես, ասում դու լից ու ենք ումանց գործը։ Ամեն դեպքում մենք ունենք այս տարի 2 լավ միջոցառում, որը որ ինչ-որ բան է, քիչ թե շատ էական նշանակություն ունի ճիշտ ներկայացնելու Հայաստանը։ Գոնե այդ մեկը բանն է, կոպն է, մյուսը եվրոպական բան։ Ես վստահ եմ, որ եվրոպականը գործող իշխանությունները տապալելու են։ Այսինքն Վստահ եմ, որ տապալելու են։ Վստահ եմ, որ վատ բան են ստեղծելու, վատ իմիջ են ստեղծելու, որովհետև հիմա իրանց համար շատ ավելի ձեռնտու է Տրամփ-Վենս ադմինիստրացիայի հետ լեզու գտած շարունակել, որը որ դեմ չի, որ ժողովրդավարություն չլինի, որը որ դեմ չի, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ կա, իրանք են երազում Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալ։ Վստահ եմ, որ հիմիկվա իշխանություններին ավելի ձեռնտու է Տրամփ-Վենս զույգը, քան ասենք Մակրոն-Մերց։ Միանշանակ անկասկած վարկյան անգամ չկասկածեք, որ դա տենց է։ Եթե ձեզ ինչ-որ մեկ ուրիշ բան է ասում, իմացեք, որ սուտ է խոսում։ Բառից բուն իմաստով, իմացեք, որ սուտ է։ Պատրաստ եղեք նրան, որ խաբելու են, եւ պատրաստ եղեք, որ իրանք ամեն ինչ անելու են, որ եվրոպական առաջատար դելեգացիաների դեմ Հայաստանը խայտարական են, հենց հակաեվրոպական ցույց տալու համար։ Այսինքն դա կարա լինի օրինակ բան, թույլատրել տարբեր տեսակի պրոռուսական ուժերի միտինգներ, Ռուսաստանի դրոշով, բանով, լենց որ եվրոպացիքանի համար տհաճ լինի Հայաստանը, տհաճ դառնա։ Սա այն է, ինչը ես ակնկալում եմ։ Եվ սա այն է, ինչին մենք պետքա պատրաստ լինենք։ Բայց դա նայել են, որ ինչի համար եմ սա ասում, ինչի ես միշտ ասում, չվախենալուց անունը ասենք են, այս գիտենք արդեն, այսինքն վախենալու բան չկա, գիտենք, որ սա սենց, որ իմանում եք, որ սենց է, եթե կարողանում եք պայքարեք դրա դեմ, պայքարեք, եթե չէ, մի վախեցեք պանիկա մի արեք, եկեք կանգնեք են մարդկանց կողք, ովքեր դրա դեմ պայքարելու են։ Պատրաստ եղեք նրան, որ դիմակներ են պատրվելու ահռելի քանակությամբ, հարյուրներով։ Կարող է ապշած մնաք, ինչ տիպի մարդիկ բացահայտվելու են, որ, ասենք, իրականում իրանց ձեռքա տալի, սենց, սպանյերի բնի միասը վիճակը, բայց ամենակարևորը, որ իրականում այս սաղ պատմությունը հակաեվրոպական, ընդամենը մինչև միտտերմը, այսինքն մինչև նոյեմբեր 26 թվական, ինքը իհարկե կոպից հետո ելնեն, երբ որ Ամերիկայում կլինեն միջանկյալ ընտրությունները։ Այդ միջանկյալ ընտրությունները կարան ավարտվեն Ամերիկայում քաղաքացիական պատերազմով կամ Տրամփ-Վենսի գամերը քաշելով։ Երկու տարբերակում էլ գործող իշխանությունները կորցնելու են այդ իրանց ինքնավստահությունը եւ քանի որ իրենք հիմա տենց են կառուցում ուղղակի աթոռ պահելու համար։ Նոյեմբերին արդեն ամեն ինչ փոխվելու է։ Դրա համար հանգարց հույսները չդնեք սրանց ապրծպր խոսալու վրա, չգնանք եշեշ ունիսին սրանց ձեն տակ։